երբ որ 2018 թվականի ապրիլի 23-ին իբրև թե ժողովուրդը Սերժ էր մերժում Նիկոլի առաջնորդությամբ 7 տարի հետո մարդիկ արդեն հասկացել են, մեծ մասը հասկացել են գիտակից մարդիկ, որ ոչ թե Սերժ Սարգսյանն են մերժել կան հանրապետական կուսակցությանը, մերժել են առաջին հերթին իրենց պետությանը, իրենց արժանապատվությունը, իրենց Արցախն են մերժել, իրենց հպարտությունն են մերժել, իրենց անվտանգությունն են մերժել, իրենց հաղթանակած բանակի մարտական ուղին են մերժել, ինչ որ ունեցել են մնայուն գնահատելի արժեք մերժել են, ներազգային համերաշխությունն են մերժել։ Դե սարքել են ներազգային թշնամը։ Ի՞նչն է մնացել, մի հատ եկեք հասկանանք, այն հպարտությունից ենք խոսում։ Ես այսօր ասացի, որ հավանաբար այն բաներ կա, որ մի քիչ բարդ է խլել, որ մենք այո, առաջինը ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Նա այդ հպարտության բաներից է, չէ՞, դա հիմնական տուրիստների մոտ են հպարտանում կամ արտերկրում։ Ինչու եմ ասում, ես էլ զերծ չեմ այդ բանից, երբ որ գնացել էի Եթովպիա, Եթովպիան էլ երրորդն է ընդունել ոնց որ, երրորդ, չորրորդ այդ կոմերն առաջիններից է 20 Ազգային վեհապարի նկարով բանը։ Հա, ես որ գնացի այդ բանը, այդ գնացել էի մի եկեղեցի ու այդ եկեղեցու իրանց մոտ եկեղեցու սպասավորը հենց նաև ոնց որ գիդի ֆունկցիա կատարում այդ եկած մարդկանց համար, տուրիստներ իրանց մոտ տենց այլ ընդունված ու այս բան արեց, ես էլ դե միշտ տենց իմ էությունից ելնելով այդքան չեմ էլի տենց ֆանատիզմով որ հոպ մենք է դնում եկա տուրիստները կային ասում ասում Եթովպիան առաջինն է ընդունել քրիստոնեությունը, всё, դա ի մեջ արտնացավ այդ որ Հայաստանում միշտ արդունել են, որ հոպ, մի րոպե, ընկեր ջան, մենք ենք, այսինքն լավ, օքեյ, բայց դա եղել է 1700 քանի տարի առաջ ու շատ ցավալի է, որ մենք այդ քաղաքակրթական այդ մշակույթը հանգել է նրան, որ այսօր ունենք մի հատ Նիկոլ։ Հիմա ինչով է տեղ հպարտանած, որ դա բերել է դրան։ Այսինքն ավելի լավ չէր մի 2 տարի ուշ ընդունենք, բայց Նիկոլ չլներ։